Պարոն Զաքարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեկ-երկու հարցի հետ կապված ձեր մեկնաբանությունը տալ եւ այսպես երևի սկսենք այս հարցից։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊԻ նախընտրական ծրագիրը, որտեղ այլևս հստակ իրենք խոսում են հայ առաքելական եկեղեցու դեմ առաջիկայում ինչ արշավել նախաձեռնելու։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, իր շեշտադրումները եւ այս ամենին իրապես ինչ հակազդեցություն պետք է լինի մեր կողմից, համեցեք։ Դե համակարգված իր տիրոջ Ալիևի հետ անում այլի։ Նա այնտեղ պատերն է քանդում, սա այստեղ հիմքերն է քանդում։ Եկեղեցու թուրքական ծրագիր է մաքուր։ Տեսել են, որ եկեղեցին է մեզ պահել մինչև այսօր, եւ դրա համար էլ խնդիրը դրվել է իր առաջ, որ հայ առաքելական եկեղեցի միակ կառույցը, որ ազգային մնացել է միշտ կանգուն, վերացնել, որպեսզի հայ ազգը հայկական պետությունը վերացնեն երկրի վրայից։ Թուրքական ծրագիր է, որը ինքը նենց անում, որպեսզի ժողովուրդը, այդ իր ասած ժողովուրդը էլի, այդ ժողովուրդ կոչվածը, որ ազգային պատկանելիությունը իրանց չի հետաքրում, արժանապատվություն եւ այլ չկա, որ իրանք մասնակից լինեն այդ ազգակործան գործին, որ գցի ոնց որ պատերազմը գցե ժողովրդի ջեբը, նենց էլ եկեղեցի քանդելն է ուզում գցի ժողովրդի ջեբը, այսինքն ինչ է ասում, ով որ ինձ ընտրի, նա հայ առաքելական եկեղեցու դեմ է ուրեմն ընտրել, այդ է ասածը։ Դրա դեմ պայքարելը հավատքով անկոտրուն պետքա պայքարել ամեն այն որ ասում ոնց ասել բան հիմա ասեմ կասեն այդ կուսակցությունից է ամեն ձև պետքա պայքարել բոլոր այն միջոցներով որով որ հնարավոր է կանգնացնել հայոց ազգի եւ պետականության եւ ինքնիշխանության եւ երկրի կործանումը ընդհանրապես։ Այսինքն ինքը փորձում է առաջիկայում եկեղեցու դեմ արշավում նաև մեղսակից դարձնել ժողովրդին։ Այո։ Ինքը հենց այդ անում, որ իր ընտրողը ասի ոնց որ պատերազմն ասում, դուք եք ինձ ընտրել, ես էլ պատերազմ եմ գնացել, դուք եք ինձ ասել զոհեր, ես էլ զոհեր եմ տվել։ Դուք եք ինձ տվել մանդատը ես անեմ, դուք եք ինձ տվել մանդատը են անեմ։ Հիմա էլ ինքը իր հերետիկոս գործունեությունը ուզում է արդարացնել ժողովրդի քվեով, այդ է իր ասած։ Մենք էլ պետք է բոլոր հնարավոր ուրեմն թույլատրելի միջոցներով պայքարենք դեմը առնենք, այսինքն ամենակարևորը միակ ու բան միջոցը դա ընտրություններով թույլ չտալ իրեն վերարտադրվել, դա է։ Պարոն Զաքարյան, տեսեք իրենք ինչ են ասում, հա, այս ամենով պայմանավորված, հետաքրքիր է նաև այս փուլում տիրադավների լռությունը ձեր կարծիքով ինչով է պայմանավորված, թե իրենք պատրաստվում են էլ ավելի կեղտոտ արշավի Փաշինյանի հետ։ Ես տիրադավերի մասին է խոսքը։ Հա, տիրադավները կարծես լուր են այս փուլում, ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Չեմ կարող ասեմ, էդի իրանք գիտեն, հիմնականում մեծ մասը հասկացել են, որ ինձ թվում է հասկացել են ինչ-որ ձև, որ իրենց էլ է օգտագործել, նա բոլորին օգտագործում է, այդտեղ երկրորդ ուրեմն կարծիք չկա, ինքը բոլորին օգտագործում է։ Օգտագործում է դեն է շպրտում, այդ պահին իրան պետք էին օգտագործել է եւ հիմա երևի դեն շպրտացի կարգավիճակում են, բայց վաղը որ պետք եղավ, էլի օգտագործի։ Այդ է ինձ թվում է, դե նրանք էլ երևի մի մասը հասկանան, որ իրանց ոնց է օգտագործել, ոնց է սատանան կարողացել իրանց ուրեմն ծուղակը գցի, եւ եթե խելքի կան ապաշխարեն, օրինակ ասում են, որ բանը փոշմանել է Արցախի թեմի նախքին իմ համար արդեն առաջնորդը, ես էլ ասել եմ փոշմանել է, թող գնա դադիվակում ճկնի մեղքերը քավի կարա ինքը ընտրել է չէ Նիկոլի բանը ինչա գիծն է վերցել Նիկոլն էլ ասում է որ ադրբեջանցիք մեր բարեկամներն են դե թե ինքը Նիկոլի կողմից է ադրբեջանցիք էլ մեր բարեկամներ են թող ոտքով գնա քարվաճառով հասնի դադիվան գնդե ճկնի նոր ես կհավատամ որ փոշմանել է ես մի քիչ ճիշտ է չունեմ այդ ոչ մեր կաթողիկոսի վեհապարի ոչ մնացածի հանդուրժողականությունը, դա իմ անձնական կարծիքն է։
Պարոն Զաքարյան, տեսեք, այս ամենին զուգահեռ իրենք ինչ են ասում են, այո, շատ եք ասում, որ պետությունը եկեղեցին պետք է անջատ գործեն, բայց ինքը շարունակում է մեր եկեղեցուն մեղադրել, որ Վեհափար Հայրապետը, գիտեք ինչպես են իրենք Վեհափար հորը դիմում, Վեհափար Հայրապետը եկեղեցին դարձրել է քաղաքական կառույց, քաղաքական հայտարարություններ է անում եւ այս ամենով է պայմանավորված, որ իրենք գնում են այս չակերտավոր իրենց բարեփոխմանը, բայց իրականում եկեղեցին հիմնահատակ քանդելու ծրագրին։ Այս ամենը, երբ որ իրենք մատուցում են ժողովրդին, ժողովուրդը ընկալում է, որ իրապես իրենք կոնկրետ քանդում են մեր հայ առաքելական եկեղեցի, նպատակը դա է։ Այսինքն ժողովուրդը լայն հասցողություն է։ Ոչ մի հավատացյալ, հա, ով որ գիտի ինչ է եկեղեցին, ով որ գիտի ինչ է հավատքը, ով որ գիտի ինչ է քրիստոնեությունը ընդհանրապես, ոչ մեկ չի կարող սուտ մարգարեների, ների ճտերի եւ այլի հետևից գնալ։ Որ դուք ասում եք ժողովուրդը հասկանում, իհարկե հասկանում։ Այսօր գնացեք եկեղեցիները, տեսեք որ լցվել է եկեղեցիները, իրենց գործողությունները հակառակ ռեակցիա են տալի։ Ինքը ինչքան անօրինական բան կա փորձելու է, եթե վերընտրվեց։ Ընդհուպ ինքը ընդունակա արուն թափելու 5200 արուն թափածը։ Ինչ է կարծում, նա բան ունի, ինչ որ կարմիր գծեր ունի, չէ։ Այդ հավատում եք այդ խաղաղություն, բան, այդ բարի, հա, սիրում են բոլոր առաջի սուտը որ մարդ կարա ասի, ընդհանրապես մարդ արածը, դա սիրում են բոլորիդ։ Չկա տենց մարդ արած, ոչ մեկ Հիսուս Քրիստոսը չի, որի թշնամիներին, բոլորին սիրի։ Նա դրանով էլ է իրան դրել մտում Հիսուսն է, սիրում են բոլորին։ Չկա տենց բան, ով ձեզ կասի, որ ինքը բոլորին սիրում է, դա սուտասան մարդ է։ Աշխարհի երեսին այդպիսի էար գոյություն չունի, շնչավոր, որ բոլորին սիրի։ Դրա համար ոնց որ ասած, հակաեկեղեցական չի դա միա։ Հակազգայինն է, ինքը ազգի, ինքը հայ ազգի թշնամի է իմ համար։ Իմ համար ինքը թշնամի է, դավաճան չի, թշնամի։ Ինքը ավելի մեծ թշնամի է իմ համար, քան իր բաները, այդ ոնց են ասում, աղբեր ոնց են ասում թուրքերեն, իր աղբերները, կարդաշները, հա իրա, իրան բանով խամաճիկի թելերով խաղաստող կարդաշներ, չեք զում նույն ծրագին Ալիևը ընդեղ պատերն է քանում, սա ստեղ հիմքերն է քանում, ես ասել եմ էդի մի քանի օր առաջ, ու մնում եմ իմ կարծիքին, որ դա մտածված համագործակցություն է իրանց երկուսի, ոնց որ մնացածը, ոնց որ պատերազմը, ոնց որ Արցախի հանձնումը, դրա համագործակցում են, միասին են անում, նույն ծրագիրն է, նույն ուրեմն գործի վրա են իրանք երկուսով։ Վերջերս Գյումրի էր գնացել, բայց տեսանք իրապես Գյումրին ինչ արժանապատիվ պատասխան տվեց իրենց, մեքենաներով մարդկանց էին տարել, բայց մինչև անգամ կիսադատարկ, այսպես ասենք, հրապարակում, սա էլ հա իրենց կողմից ինչի դրսևորում է, ընտրված քաղաքապետին բանտել են, Սրբազան հոր նկատմամբ այդ խոշտանգումները, որոնք իրենք իրականացրել են եւ շարունակում են իրականացնել Գյումրու։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Եթե Ալիևը գար Հայաստանին տիրանար, գրավեր, ինչ էր անելու։ Օրինական ընտրված հայ ղեկավարներին բանտարկելու է թե չէ։ Պատասխանի Մարիամ ջան, գիտեմ մենակ դու ես հաստատի։ Կաներ չէ, բանտարկեր չէ։ Մենք նաև ցավալի նախադեպել ենք տեսել, որ օրինակ Փարաքարի համայնքապետն էլ սպանվեց։ Դե եմ ասում, ինչ կանի Ալիևը, կսպանի, կձերբակալի, չէ։ Մեր եկեղեցական ուրեմն հոգևոր հայրերին ինչ կանի, նույնը, կբանտարկի, կսպանի, չէ։ Այսինքն ինչ որ սպասում եք Ալիևից, նույնը սպասեք նրա Քարդաշից։ Ինչ, ես օրինակ չեմ զարմանում, ոչ էլ իմ համար դա ինչ որ նորություն է։ Եվ ներ չի, որ ես այդ ասել եմ 20 թվականից հետո, ես դա ասել եմ դեռ 2008 թվականից, 2013 թվականին, 2015 թվականին, 2018 թվականին։ Ոչ միայն իր մասին,
Այդ ամբողջ կուտուկի մասին, որ հավաքել է իր կողքը, հակազգային, ապազգային, ազգակործան, հայրենակործան, թշնամի, որոշները բան ինչա, հայախոս են, բայց իրանք ոչ էությամբ են հայ, ոչ էլ գենետիկորեն են հայ, այդ ամեն ինչը կպարզվի ժամանակի կա։ Ես դա իմ համոզմունքներն է, սխալա ճիշտ է, թող Աստվածից դատի, ես այդպես եմ համոզված, ես չեմ վախում իմ համոզմունքները արտահայտելու, բարձրաձայն կլինի, հանրային կլինի։ Այսօր մեկը ինձ դատում է ամենա բան հոդվածով, ես իրանց ոչ վախենում եմ, ոչ իր հոդվածներից եմ վախենում, ոչ իրան ծառայող ենիչերիներից եմ վախենում, ոչ էլ մահվանից եմ վախենում, մի քանի անգամ տեսել եմ, հանդիպել ենք։ Նեսօր միջև ինչքան հնարավոր է ասել եմ, ասում եմ ու կասեմ, դա է մնացել, չավոք ստի ֆիզիկապես այսօր տկար եմ, բայց էդի մնացել է, կարամ էդի ասեմ, խոսքս ուղեղս դեռ աշխատում է։ Այդուհանդերձ Գյումրին տվեց իր պատասխանը եւ ասում են իրականում Այո, Գյումրին չի մենակ, բոլոր տեղերը։ Այո։ Չի կարող այսօր գենետիկորեն հայը այդ հակահայ ծրագրի իրականացնողի կողքը լինի, չի կարող տենց բան լինի։ Ես համոզված եմ, դա իմ համոզմունքն է։ Չի կարող հայը հավատա, որ երբևէ ինչ որ պարագայում կարելի է Թուրքի հետ ուրեմն բան անել, ախպերություն անել, չի լինի դա։ Ինչքան էլ հայը ցանկանա, դա չի լինելու, որտեվ Թուրքը դա չի ուզում առաջին հերթին։ Այն օրը մեկը ինձ պատմում էր, ասում է, չեմ հիշում ով էր պատմում, թե գրել են, որ Թուրքի հետ ճամփա են գնում, ասում է, դեմիցս մի գնա, որ հետևիցդ գալիս եմ հայն է ասում, մեջս բնազդ առաջանում, ուզում եմ քեզ խփեմ։ Երկու ինչ-որ Թուրքի հետ ծանոթ հարևաններով թե ինչով գնում են, են մեկը Թուրքը ասում է, արի դեմիցս մի քայլի, որ ես տենում եմ հայը դեմիցս քայլում, մոտս բնազդ առաջանում, ուզում եմ խփեմ։ Դա իրականություն է, դա լեգենդ չի, հեքիաթ չի։ Արի ավարտենք, էլի Մարիամ ջան։ Ընդամենը մի կարճ հարցել, այսօր ջահերով երթն է նախատեսված, վաղը ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։ Խնդրեմ ես մասով ձեր խոսքը, մենք գիտենք նաև իրենք ինչպիսի դիրքորոշում ունեն հայոց ցեղասպանության, հարցի ճանաչման հետ կապված, խնդրեմ։ Ջահերով երթին միշտ կողմ եմ եղել, միշտ աջակցել եմ, միշտ հիմա էլ չեմ կարում, նախկինում էլ մասնակցել եմ, բայց ես մի բան ասեմ էլի, այդ ջահերով երթը, այս իշխանության օրոք, այս հակահայ ծրագրի օրոք, ջահերով երթի իմաստը մի քիչ պետքա փոխվի, մի քիչ ոնց որ չի բռնում այս իշխանությունը եւ այս իշխանության օրոք տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս եւ այդ նույն ենիչերիները, որ պաշտպանում են բանին, ինչա, այսօրվա իշխանությանը, այդ նույն ենիչերիների ուղեկցությամբ եւ այլով մի տեսակ իմ մոտ բան է առաջացնում, դիզոնանս է առաջացնում։ Չնայած նորից եմ ասում, իմ ընտանիքի անդամները գնալու են, մասնակցելու են ինչպես միշտ։ Ուղղակի այդ իրավիճակը, որում մենք կանք ու ասենք այն ինչ որ պիտի տեղի ունենա, մի տեսակ իմ մոտ դիզոնանս է առաջացնում, որտեվ այսօր թշնամին իմ կարծիքով արդեն մեր տներում է, մեր տներում նկատի ունեմ մեր հայրենիքում։ Եվ մի վերջին հարց ռեպլիկի կարգով, Աննա Հակոբյանի նորից առաջին պլան գալը, ձեզ ինչով է պայմանավորված։ Ինչ է։ Աննա Հակոբյանի նորից առաջին պլան գալը, Գյումրիում էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Մտամ ետին պլան էր գնացել, իմ այլ առաջի պլան եկավ։ Ես այդ թատրոններին չեմ հավատում, ռեժիսորը սուտը հերույց տեսնում եմ։
Այդքանը։ Կա տեսակետ, որ ասում են Աննա Հակոբյանի անտի-ռեյտինգը հայտնի է նաև Նիկոլ Փաշինյանին, այսինքն ինքը ըստ էության առաջիկա ընտրությունների հետ կապված կամ ունի, այսպես ասենք, ընտրակեղծիքների գնալու խնդրեմ չունի, կամ էլ նոր աղետ են պատրաստում, դրա համար կարող է առաջ գալ նորից։ Չարքի ծրագրերը իմ համար բան չեն։ Ես զգուշանում եմ, փորձում եմ կռահել, բայց այն որ ասում եմ Աստծո գործերը անքննելի են, չարքի ծրագրերն էլ անտեսանելի են։ Հա։ Նենց որ չգիտեմ, չեմ ուզում ես հերթական բան անեմ ինչա։ Կանխատեսումներ ովքեր արել են մինչև այսօր, բոլոր կանխատեսումները սուտ են դուրս եկել։ Աստված առաջ աղոթենք, ապրենք, կտեսնենք։ Շնորհակալություն։ Հույսս Աստված է։